Մենք ուսումնասիրում ենք 10 պատվիրանները։ Պատրաստ եք հաջորդը լսելու։ Գիտեք լավ է, որ մարդը լավ ճանաչում է Աստծո խոսքը, գիտի Աստվածաշունչը ինչ է ասում Աստված, ինչ պատվիրաններ է իրեն տվել։ Նաև լավ է, որ մարդը հավանում է այդ խոսքը, շատ ավելի լավ է, որ հավանելով հանդերձ նաև պատրաստ է կատարելու այդ խոսքը։ Հալելույա։ Հակառակ դեպքում մեր հավատքը բոլորովին դատարկ կլինի։ Հակոբոս ասում է հավատքը առանց գործերի ոչ մի արժեք չունի, ոչինչ է կարծես թե։ Թող Հիսուսի անունը փառավորվի ամեն բանի մեջ։ Հալելույա։ Մենք այսօր պիտի ուսումնասիրենք հերթական մի պատվիրան։ Դա 8-րդ պատվիրանն է, երբ որ հաշվում ենք, պատվիրանը հնչում է շատ կարճ, մի գողացիր։ Կարծես թե ինքը շատ կարճ է ու շատ հասկանալի։ Դա գրված է Ելից 20-րդ գլխում 15-րդ խոսքում եւ Երկրորդ Օրինաց 5-րդ գլխի 19-րդ խոսքում։ Շատ կարճ մի արտահայտություն է, շատ կարճ մի պատվեր է ժողովրդին, մի գողացիր։ Ու մարդիկ երբ որ լսում են, հաճախ շատ པարզ հասկանում են իրենք ինչ պիտի չանեն։ Աստծո արգելքն է կարծես թե մի մեղ գործելու։ Բայց կարիք կա որ հաճախ ուսումնասիրենք ավելի խոր այս պատվիրանը։ Գիտեք, մի գողացիր այնքան པարզ է, բոլորը գիտեն ինչ բանագողություն է, ու բոլորը գիտեն որ չպիտի գողանան։ Բայց փորձեք հասկանալ այս պատվիրանը ոչ թե 5 կտակարանում, այլ նոր կտակարանի աչքերով։ Մի քիչ կփոխվի ինքը։ Մի քիչ կտեսնեք, որ գողությունը դա արդեն ուղակի արարք չի, դա արդեն սրտում ինչ-որ մի հոգեբանություն է, ինչ-որ մի դիրք է, վիճակ է կարծես թե սրտի, որը պիտի արմատորեն փոխվի, եթե մարդը իսկապես ուզում է չգողացող լինի ու պահի այս պատվիրանը։ Ինչ է նշանակում մի գողացիր։ Ամենաառաջին բանը, որ կասեմ, սա է, որ գողանալ հասկացողությունը նշանակում է իշխել, տիրել կամ օգտագործել ուրիշի ունեցվածքը, որը քեզ չի պատկանում ու որի վրա դու իրավունք չունես, որը դու օգտագործելու իրավունք չունես։ Գիտեք, այսինքն մտնել մեկի տուն, օգտվել այդ մարդու ունեցվածքից, այն դեպքում երբ ինքը թույլ չի տվել։ Այսօր նշանակում է գողություն, կամ վերցնել, տանել, տեղափոխել, սեփականացնել ուրիշի ունեցվածքը, որը քոնը չի, քեզ չի պատկանում, ոչ ոք քեզ չի տվել, ու ոչ էլ իրավունք են տվել դրա վրա։ Ինչքան պարզ է, չէ՞, մի գողացիր։ Բայց սա չի նշանակում, որ միայն սա է։ Մենք հիմա մի քիչ մանրամասն կուսումնասիրենք։ Ընդհանրապես գողությունը ինքը որպես մեղք մարդու սրտում է կատարվում։ Ու շատ հաճախ այս տեսակ մեղքը, գողությունը ուղեկցվում է ստախոսությունով, ուղեկցվում է ուրիշ տեսակ մեղքերով, օրինակ սպանությունով։ Դուք 0211 նայում եք, սպանել են, փողերը գողացել են, կամ այսպիսի բաներ շարունակ։ Ինչքան եք լսել այս աշխարհում։ Այսպիսի բաները շատ են։ Այսինքն միշտ մի մեղքը կարծես թե իր շուրջը հավաքում է մեղքերի մի ուրիշ տեսակ։ Մարդը գողությունը անում է, հետո որ հարցնում են դու ես գողացել, ասում է չէ։ Նա պես սուտ դա ծածկելու համար։ Ու այսպես շարունակ։ Մեղքը այսպիսի մի բան է։ Մեղքը ձգում է մեղք, մեղքը ծնում է մեղք, մեղքը սիրում է ստեղծել մեղքերի բազմություն ու մարդուն էլ քաշում է մահվան։ Գիտեք, իրական մահն է, որ մարդը բաժանվում է Աստծուց։ Մահն չի, որ դու ֆիզիկապես կմեռնես, մահն է, որ դու կբաժանվես Աստծուց առաջին հերթին։ Բայց նաև երկրորդն էլ հնարավոր, որ մեղքի պատճառով մարդը թե հիվանդություն ձեռք բերի, թե ֆիզիկապես մահանա ուղղակի։ Դրա համար մեղքից իսկապես պետք է հեռու մնալ։ Դա մի լուրջ հիվանդություն է մարդու հոգու մեջ, մեղքը, ոչ թե մարմնի մեջ։ Մարմնի վրա արտահայտվում է ուղղակի հոգու հետևանքով։ Հիսուսը միտեղ իր աշակերտների հետ որ խոսում է, ասաց սրտից են բխում գողություն եւ այլն բոլոր մեղքերը։ Դրա մասին մի քիչ ուշ։ Ուրեմն ինչն է հետաքրքիր, որ կուզեի շատ խոսել սրա մասին։ Կարող եք գիտեք, գողություն հասկացողությունը չկատարվի հենց միայն նրանից, որ մարդը շատ ուժեղ դրա կարիքը ունի, թեև այդպես էլ է լինում։ Այդ հոգեբանությունն եմ ուզում, որ դուք հասկանաք։ Գիտեք ինչն է սա։ Կարծես թե մարդը նույնիսկ ամաչում է, որ խնդրի ասի այդ բանը տուր ինձ։ Խնդրում եմ պատկերացրեք, եթե նույնիսկ մարդը գերադասում է վերցնել այն ժամանակ, երբ որ այդ մարդիկ չեն նայում, այսինքն թաքուն, այսինքն գողանալ, քան թե որ մի հատ խնդրի ասի այդ բանը տուր ինձ։ Կարող է խնդրի ու մարդիկ տան, գիտեք, ու գողություն չդառնա։ Բայց երբ որ չի խնդրում, ինքը մտածում է, որ տակից պիտի տանի։ Այսպիսի բաներ շատ հաճախ կատարվում էին այն ժամանակ, երբ որ կային պետական գործարաններ, մարդիկ աշխատում էին պետական հիմնարկներում, իրենք կարող էին մի կարճ թուղթ գրել կամ մի կարճ խնդրանք իրենց ղեկավարին, ինչ որ մի բան վերցնել իրենց աշխատավայրից։ Հիմա այդպես չի, հիմա շատ բաներ փոխվել են։ Թեև սկզբունքը կարող է մնացած լինի, էլի դուք ձեր աշխատավայրում ինչ որ մի բան վերցնելու համար կարող եք խնդրել ու ստանալ դա ձեր ղեկավարներից, բայց շատ դեպքերում մեծ մասամբ մարդիկ գերադասում են դա տանել ուղակի ու ոչ մեկին չհարցնել։ Այս է գողությունը։ Ու մի ժամանակ տարածված էր կոմունիստական ժամանակներում, որ երբ որ պետությունը ուներ իր սեփականությունը, ասում էին պետությունից գողանալը գողություն չի։ Ես այնքան շատ եմ լսել այդ արտահայտությունը։ Բայց դա ճիշտ չի, որովհետև դա քո սեփականությունը չի։ Դա պետության սեփականությունն էր։
ու այնտեղից ոչ ոք իրավունք չէր տվել քեզ դա վերցնել, սեփականացնել։ Այ երբ որ դուք խնդրեիր ու քեզ իրավունքը կտային, դա կլիներ օրինական։ Բայց երբ որ չկար այդ խնդրվածքը ու իրավունք չէր տրված, ցանկացած բանի վերցնելը դառնում էր գողություն։ Այսօր ժողովրդի մեջ, նույնիսկ քրիստոնյաների մեջ ամենաշատ տարածված գողությունները գիտեք որոնք են։ Ոչ թե այն, որ կմտնեն մեկի տունը փող կտանեն, թեև դա էլ կարող է պատահի, Աստված գիտի։ Աստված հեռու պահի այդպիսի բաները հավատացյալներից, բայց մարդիկ շատ սիրում են գողանալ հոսանքը իրենց տանը, սիրում են գողանալ ջուրը, գազը նույնիսկ։ Մի անգամ մեկը պատմեց, թե ինչպես մեծ պատը ծակել էր մեկը, որպեսզի իրենց մուտքում գտնվող հաշվիչի հասնի ու այնտեղից գազ գողանա։ Այդպիսի մի, չգիտեմ, մեծ գործողություն կատարել, մի մեծ աշխատանք կատարել, ինչի համար, որ ընդամենը մի քիչ պակաս գումար վճարի պետությանը այդ գազի համար, բայց չէ որ որքան առավել ծանր է դառնում դա Աստծո առջև։ Նույնիսկ այն ամենափոքրիկ գողությունը, գիտեք ինչ մեղք է դառնում Աստծո առջև։ Դրանից մենք դեռ կխոսենք, բայց այս ամենատարածված բաներն են քրիստոնյաների մեջ, որովհետև ոչ ոք իրավունք չի տվել առանց վճարելու դա վերցնել ու օգտագործել մեզ։ Քանի որ իրավունքը չի տրված, դա սեփականացնելը, օգտագործելը առանց իրավունքի, ինքը դառնում է հենց այս գողության մեղքը։ Ինքը տակարանում գրված է գողության բազմաթիվ օրինակներ ու դեպքեր, որ այսպիսի գողություններ չանեք։ Ու դրանցից ամենախիստ վերաբերմունքը կարծես թե կամ մարդ գողանալուն։ Գիտեք, որ դա բոլոր ժամանակաշրջաններում էլ եղել է, ու հիմա էլ շատ պատահում են, տարբեր նպատակներով, մարդուն գողանում են, ասում են փող տվեք, բաց թողին, չգիտեմ, այսպիսի հազար մի բաներ։ Եթե 02 նայում եք կամ նման հաղորդումներ, դուք կտեսնեք ինչքան շատ են այդպիսի բաները։ Բայց պետք է որ քրիստոնյաների մեջ սա բոլորովին ջնջված լինի։ Մենք հասկանանք, որ դրանք լուրջ մեղքեր են։ Ու օրինակ երկրորդ օրինաց 24-րդ գլխում շատ խիստ է խոսվում մարդ գողանալու մասին։ Թեև մենք դրանց հետ իսկապես Աստված տա որ բոլորովին հեռու լինենք ու նույնիսկ եկեղեցուն մոտ չգան անգամ այսպիսի մեղքերը։ Գիտեք, ուզում եմ ավելի խորը մի հոգեբանական բան խոսել։ Ինչ է նշանակում մի գողացիրը։ Մարդը կարող է իսկապես չգողանա, ոչ իր ատան հոսանքը, ոչ ջուրը, ոչ էլ ուրիշների գրպանի փողը, բայց կարող է ունենա գողի հոգեբանությունը իր մեջ։ Գիտեք, ինչ որ մեկը թեկուզ իր տան մեջ սպառնալիքով փող է վերցնում մի ուրիշ անդամից։ Սա արդեն գողություն է դառնում։ Դու իրավունք չունես մարդուն սպառնալով նրանից փող փոկել, այ քեզ կծեծեմ, քեզ չգիտեմ ինչ կանեմ։ Շանտաժը նորից մի մեղք է, որը կարող ավելանա գողության վրա։ Սպառնալիքով մեղք գործելը գողություն անելը կամ մարդկանցից նյութական պոկելը, հասկանում եք, սա էլ է գողություն։ Ու սա էլ մի ուրիշ տեսակ գողություն է։ Եթե սա կատարվի անհավատի կողմից, մենք բոլորս հասկանում ենք, դա այս աշխարհն է, դա այս աշխարհի պատկերն է։ Բայց քրիստոնեական կյանքում հաճախ քրիստոնյաները սա չեն հասկանում։ Ու իրենց հարազատությունը օգտագործելով, որ իրենց միլիցիայի չեն տա դրա համար, որովհետև իմ հարազատն է։ Իմ, չգիտեմ, տղան է, իմ ծնողն է կամ էլի ինչ որ մեկը կարող է նույնիսկ շատ խիստ վերաբերմունքով, պահանջելով, ծեծելով, չգիտեմ ինչով, մարդիկ փորձեն իսկապես գումար փոկել մարդկանցից։ Սա նույն գողություն մեղքն է։ Եղել է հաճախ, որ տեսնեք դեպքեր, որտեղ մարդիկ օգտագործում են բարեկամական կապը։ Օրինակ, միայն նրա համար, որ բարեկամ ասում է դու պարտավոր ես ինձ պահելու։ Բարեկամը ասում է ինչի, ես ինչի եմ պարտավոր, գնա աշխատի ապրի։ Ասում է չէ, դու իմ բարեկամը չես, պարտավոր ես ինձ պահելու։ Ու մի հատ դիրք կա մարդու մեջ, որը իսկապես սխալ դիրք է։ Ինչից է գալիս, այսինքն օգտագործել ուրիշի աշխատանքը սեփական շահերի համար, օգտագործել ուրիշի ունեցվածքը սեփական շահերի համար։ Երբեմն մարդը համաձայն չի։ Կարող է ինչ-որ տեղ ամոթից, բարեկամությունից մարդը նեղվի ու պատասխան չտա, ու փորձի որոշ ժամանակ ապահովել, հետո սկսի հեռու մնալ այդ մարդուց, ու առաջացնում է բաժանում մարդկանց մեջ։ Իսկ ամենակարևորը ինքը դառնում է մեղք մարդկանց առջև։ Մի ուրիշ ձև ասեմ գողության։ Օրինակ հանդիպել եք, որ մարդը մշտական կարիքավորի վիճակում լինի։ Մշտական աղքատ, ինքը ամենավատ վիճակում է, իրան պիտի փող տալ։ Ու հենց չես տալիս ինքը նեղանում, վիրավորվում, ինչ ասես կասի քո հասցեին։ Սա էլ գողության ուրիշ տեսակ է։ Գիտեք ինչի՞, որովհետև օգտագործում է մարդկային հոգեբանությունը, խղճի վրա ազդելով, օգտագործում է նույնիսկ աստվածաշնչյան խոսքը, նրա համար որ մարդկանցից փող փոկի։ Ինչու՞, եթե դու կարող ես աշխատել, եթե դու կարող ես հոգալ քո կարիքները, եթե դու Աստված ունես ու կարող ես աղոթել նրան, իսկապես հավատքով ապրել։ Ինչու՞ դիրք ստեղծել ու այդ դիրքով պահանջել մարդկանցից ու չլինելու դեպքում էլ նեղանալ ու վիրավորվել։ Երևի հասկանում եք ինչ եմ ասում։ Ընդհանրապես քրիստոնեական աշխարհում կա մի գաղափար, որը մեր եկեղեցում ընդունված չի, կոչվում է բարգավաճման գաղափար, որ քրիստոնյան անպայման հարուստ պիտի լինի, որ եթե հարուստ չի, ուրեմն ինքը օրհնված չի։
Մենք սա չենք ընդունում, սա Աստվածաշնչյան չի։ Ոչ Հիսուսն է հարուստ եղել, ոչ առաքյալներն են հարուստ եղել։ Իրենք իրենց ունեցվածքով ամեն ինչ դրել են ծառայելու Աստծուն, բայց երբեք ոչ միտեղ չեք գտնի, որ առաքյալներից մեկը տրտնջացած լինի Աստծո առջև, ասի ինձ չբավարարեցին։ Չեք տեսնի, որ նրանցից մեկը աղքատի հոգեբանություն ունենա, այդ նյութականի նկատմամբ աղքատի հոգեբանություն։ Պողոսը, որ ամենածանր վիճակներում ծառայել էր Աստծուն, կարող ասի երկիր ու նրա լիությունը Աստծունն են։ Դու հավատում ես սրան։ Քո հայրը, քո Աստվածը, որ քո վրա Տեր ու Աստված է դարձել, երկրի ամբողջ եղածը իր ձեռքերի մեջ են։ Ինչքան ուզենա քեզ կտա։ Ու եթե մի քիչ էլ չի տալիս, մի հատ հարցրու ինչի չի տալիս։ Կարող է դու չգիտես այն տվածը ճիշտ օգտագործել դրա համար, կարող է էլի շատ պատճառներ, բայց ապրիր հավատքով, որ իսկապես այդ բոլորը Աստծո ձեռքերի մեջ են։ Եթե չեմ սխալվում, Հոբի գրքի մեջ է գրված, որ ասում է ոսկին ու արծաթը իմն են։ Մի օր իշտեղելի ուրիշ խոսքեր, Սաղմոսներում կան այդպիսի խոսքեր, բայց ամբողջը իրենն են։ Ու ինքը Տերը ամեն ինչի վրա։ Նույնիսկ նոր կտակարանում է գրված։ Պողոս առաքյալը, որ ամենաաղքատ, ամենածանր, սովի, մերկության, ցրտի, ինչպիսի պայմաններում էր ծառայում Աստծուն։ Գիտեք ինչ խոսքեր է գրում։ Ասում ամեն բան մեզ առատորեն տալիս է վայելելու համար։ Կարդացել եք Տիմոթեոսի 6-րդ գլխում։ Ասում ամեն բան մեզ առատորեն տալիս է վայելելու համար։ Կողքին լինեի կասեի Պողոս, այն որ դու վերարկուել չունես, որ բանտում հագնես ցուրտ ժամանակ։ Ըստ նշանակում է, որ ամեն բան քեզ տալիս է առատորեն վայելելու համար։ Սա ճիշտ քրիստոնեական սիրտն էր Աստծո առջև։ Ոչ թե ինքը ոչ մի բանի կարիք չուներ։ Ուներ, դրա համար գրում է Տիմոթեոսին, ասում է, երբ որ գաս ին վերարկուս բեր։ Ինքը ուներ այդ վերարկուի կարիքը։ Բայց սա չի նշանակում, որ մենք պիտի ունենանք միշտ ուզողի դիրք ու հոգեբանություն։ Ես հավատում եմ, որ եթե դու աճում ես հավատքի մեջ, դու պիտի աճես Աստծուն նյութականի մեջ վստահելու մեջ, ու ոչ միայն վստահելու մեջ, դու պիտի աճես իսկապես կարճած լինելով Աստծուց, կախված լինելով Աստծուց, որ քո հավատքի աճը պիտի նպաստի նաև նրան, որ դու ամեն վիճակի մեջ գոհացող լինես Աստծուց, բավարարված լինես միշտ, ու նաև քո ամեն կարիքների մեջ դու տեսնես Աստծո ձեռքը ինչպես է ինքը բավարարում։ Կա այսքանը քո կյանքում ու աճող այս ընթացքը, ուրեմն դու ճիշտ հավատացյալ ես, ճիշտ քրիստոնյա ես։ Ու երբ որ քո կյանքում կան դժվարություններն ու նեղությունները, դու ուղղակի կտեսնես, թե Աստված ոնց է քեզ անցկացնում դրանց միջով։ Նյութական դժվարություններն ու նեղությունները եսի նկատի ունեմ։ Այսօր շատ է դրանից եմ խոսելու։ Ու երբեք հանկարծ չմնաս այդ փոքր խղճուկ հոգեբանության մեջ, որ լինես այն աղքատի նման, որ փողոցում կանգնած ձեռքը մեկնում ամուրալու։ Ես չեմ ուզում այդ մարդկանց անարգած լինել, դրա մասին չի խոսքը, բայց վայել չի կարծես քրիստոնյային, որ ինքը փողոցում կանգնի ու մուրացկանություն անի։ Գիտեք ինչու։ Ու այդպիսի մարդիկ, որ իրենց ցույց են տալիս, թե հավատացյալներ, գիտեք շատ կասկածելի այդ մարդկանց հավատքը։ Ուրաքո Աստվածը, որ քեզ չի ապահովում, երբ որ ամեն ինչով Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ խոսում է, որ ինքը քեզ պիտի ապահովի։ Գիտեք, ես ունեցել եմ նյութական դժվարություններ, բայց սա չի նշանակում, որ ես պիտի մուրայի կամ ինչ-որ մեկից պահանջեի, կամ ինչ-որ մեկից նեղանայի չտալու համար։ Ես եղել օրերով ծոմ եմ պահել նրա համար, որ հիմա գիտեմ, որ առջևում եկող ինձ գումար չունեմ, այսինքն ամենածայրահեղ վիճակում կարող եմ լինել։ Աստված դրա պատճառով հրաշքներ է ցույց տվել։ Ճիշտ դիրքը սա է, որ դու կախված լինես Աստծուց, կախված չլինես ուրիշների գրպաններից։ Երբեք քրիստոնյայի աչքը պիտի չլինի ուրիշների գրպանների վրա, ես ինչ այսքան փող ունի։ Մի սխալ հոգեբանություն ասեմ, որը նորից ճիշտ չի Աստծո առջև։ Դու որպես քրիստոնյա հաճախ աղոթում ես քո նյութականի համար։ Հաճախ նայում ես Աստծուն, ասում ես Տեր, ես նյութական դժվարություն ունեմ, օրհնիր ինձ, օգնիր ինձ։ Ճիշտ ես անում, բայց ինչքան, հենց այդ աղոթքի ժամանակ քո միտքը մտածում է, թե որ մարդը այդ ժամանակ քեզ փող կտա։ Այս արդեն ճիշտ չի։ Երբ որ ես այդպիսի սխալ վիճակ ունեցել եմ, Աստված այնպիսի տեղից է փողը տվել, ոսանց կանգնել եմ Աստծո առաջ ուղղակի ներողություն եմ խնդրել, ասել եմ ներիր այն մտքերիս համար։ Գիտես ինչու, որովհետև այդ մտքերը ճիշտ մտքեր չեն։ Ես ինչ իրավունք ունեմ մարդկանց գրպաններին նայելու, միայն Աստծուն պիտի նայեմ։ Աստված կարող է այնպիսի տեղից աղբյուր բացի քո համար, այնպիսի տեղից ուղարկի, որ քո մտքով էլ չի անցնում։ Ու շատ հաճախ ինքը այսպես է վարվում, որպեսզի դու կախված լինես իրենից, ոչ թե մարդկանցից։ Չգիտեմ, ես սիրում եմ այս հարցով Աստծո հետ հաղորդակցվել, որովհետև շատ անգամ տեսել եմ իր ապահովությունը, իր ներգործությունը, թե ինչպես հրաշքներով, զորություններով Աստված կարողացել է անի գործեր։ Հալելույա։ Ինքը իսկապես Տեր է մեր կյանքի վրա։ Ուրիշի հաշվին ապրելու միտք ունենալն անգամ մեղք է։ Միշտ հրաժարվեք ուրիշի ունեցվածքին նայելուց։ Ես քիչ-քիչ կարծես անցնում եմ 10-րդ պատվիրանի, որ ասում եմ մի ցանկացիր եւ այլն։ Դրա մասին մանրամասն կխոսեմ մի անգամ։ Բայց հիմա ուզում եմ սրանից խոսել։ Գողանալու հոգեբանությունը, ուրիշի ունեցվածքին նայելու հոգեբանությունը լրիվ ջնջիր քո միջից։ Դու ամենակարող Աստծո ձեռքերի մեջ ես։ Դու հավատում ես սրան։ Ուզում եմ, որ քո կյանքը հենված լինի հավատքի վրա։ Դու ամենակարող Աստծո ձեռքերի մեջ ես։
Ամենակարող Աստված կարա օրհնի քեզ, լցնի քեզ։ Կարա ամեն ինչ անի քո համար։ Միայն քեզ ունենա իր ձեռքերի մեջ։ Միայն դու նվիրված լինես իրեն։ Ամեն ինչ ուղղակի։ Ու ոչ մի բան անհնարին չկա Աստծո համար։ Այդպիսի խոսքը կարդացել եք Ղուկաս առաջի գլխում գրված։ Հալելույա։ Ուզում եմ շարունակել ամեն դեպքում այս պատվիրանի մասին խոսել եմ։ Մի ուրիշ հոգեբանություն, որը նույն մի գողացիր պատվիրանի մեջ է մտնում։ Այսպես ասեմ, ավելի ցայտուն լինելու համար եմ բերում այս օրինակը։ Աստված քեզ գումար է տալիս։ Հետո ասում է, այս գումարի կեսը տար տուր ես ինչ մարդուն։ Այսինքն ստացվում է, որ այն գումարը, որ Աստված տվել է քեզ, դրա կեսը քեզ չի պատկանում։ Դու իրավունք չունես դրա վրա։ Հենց փորձում ես դա օգտագործել, դա դառնում է գողություն։ Պատկերացրեք, այսինքն այն ամենը, ինչ որ Աստված քեզ տալիս է, գումար որպես, կամ ունեցվածք որպես, ու հետո քո միջոցով ուզում է բաշխած լինի մարդկանց մեջ։ Հենց դու փորձում ես այն բաշխելու բաժինը օգտագործել, դա դառնում է գողություն, որովհետև դա քոնը չի։ Հասկանում եք ինչ եմ ասում, գուցե մի քիչ դժվար եմ ասում։ Ավելի հասկանալի լինելու համար պատկերացրու մեկը քեզ գումար է տալիս $100, ասում է 50-ը քեզ, 50-ը տարտուր ես ինչ մարդուն։ Հետո իմանում է, որ դու չես տվել, ինչ կասի քեզ։ Չի ասի գողացար այդ փողը։ Աստված, որ քեզ փող է տալիս ու ասում է այսքանը տուր աղքատներին, այսքանը տուր ողորմություն, այսքանը տուր տասանորդ, այսքանը տուր նվիրատվություն, այսքանն էլ էս ինչ մարդուն, որ հատուկ ես գումար ուղարկում եմ իր համար, չգիտեմ, այսպեսի ինչ որ բաներ։ Ու դու հանկարծ դրանք չես անում։ Դա նույն գողությունը չի դառնում։ Նույնատիպ մի բան չի դառնում։ Ուրեմն Մաղաքիա մարգարեության մեջ դու կարող ես սա շատ ավելի հստակ ձևով կարդալ։ Ուրեմն տեսեք ինչպես է գրված այնտեղ։ Մաղաքիա 3-րդ գլխի 8-րդ խոսքը պիտի կարդամ։ Աստված հարց է տալիս իր ժողովրդին։ Ասում է՝ միթե մարդը Աստծուն կողոպտում է, ու դուք ինձ կողոպտում եք։ Բայց դուք ասում եք, քեզ ինչով են կողոպտում։ Տասանորդներ ու ընծաներ չտալով։ Տասանորդներ ու ընծաներ չտալով։ Մենք գիտեք, որ ունեցել ենք եկեղեցու անդամներ, որոնք հիմա մեր մոտ չեն, ավելի շատ իրենք տարբեր քաղաքներում, տարբեր տեղեր են ապրում։ Ես ձեզ պատմել եմ նույնիսկ դրա մասին։ Մեր քույրերից մեկը, որ ապրում է Գերմանիայում, մենք իհարկե կապ ունենք իրար հետ։ Ու մի անգամ ինքը զանգեց հեռախոսով, այնպես բորբոքված, ասում է՝ ես մինչև հիմա չեմ իմացել, որ տասանորդ չտալը գողություն է, որ ես Աստծուց գողացել եմ։ Ասում եմ՝ ո՞նց, դու կարդացել ես։ Ասում է՝ հա, նոր եմ կարդացել, նոր եմ հասկացել այդ Մաղաքիայում այդ խոսքը, որ կարդացի։ Ասում եմ՝ նոր եմ կարդացել, նոր եմ հասկացել, ու մինչև հիմա չեմ իմացել, այնքան բորբոքված էր իր ներսը։ Ինք ասեց՝ սրանից հետո անպայման պիտի տասանորդ տամ։ Ասեցի, որ եկեղեցու մասնակցում ես այնտեղ էլ տուր։ Ասեց, չէ, ես ձեզ պիտի ուղարկեմ։ Ու ժամանակ առ ժամանակ հիմա համ մեծ է ուղարկում, համ իրենց եկեղեցուն է տալիս։ Բայց այս մարդու գիտակցությանը հասավ ինչ որ մի պահ հետո, որ տասանորդը այն բաժինն է, որը ինքը պիտի չօգտագործի։ Որ Աստված ուղարկում է իրեն որոշակի գումար, դրա 10-րդ մասը իրենը չի, ինքը պիտի տա անպայման։ Դա պիտի գնա Աստծո եկեղեցու ծառայությունների համար։ Այնտեղ, որտեղ Աստծո խոսքը պիտի ուժեղանա, որտեղ Աստծո խոսքի տարածման կարիք ունի նաև գումարի։ Ցանկացած մի գործողություն, որ կատարվում է եկեղեցին երկրի վրա, ինքը գումարի կարիք ունի։ Սա չենք թաքցրել ոչ մի անգամ ու չենք էլ թաքցնելու, որովհետև մենք ամեն ինչ անում ենք պարզ աստվածաշնչյան խոսքով։ Եվ հստակ ասում ենք դա ձեզ, որ եկեղեցին օգտագործում է տասանորդի սկզբունքը, օգտվում է դրանից իր ծառայությունները ուժեղացնելու ու զարգացնելու համար։ Դա արվում է միայն մի նպատակով՝ Աստծո խոսքի զարգացման ու տարածման համար։ Ուրիշ բանի տասանորդը դնելու իրավունք չունենք։ Հալելույա Հիսուսին։ 5 տակարանում երկրորդ օրինաց գրքում մի հետաքրքիր հոգեբանություն է առաջացնում մի խոսք։ Գրված է, որ երբ որ քո եղբոր էշը կգտնես, որ մոլորված կլինի, կամ եզը կգտնես, որ մոլորված կլինի, ասում վերցրու այդ էշը կամ եզը կամ էլի ինչ որ մի անասունը, տար ու տուր քո եղբորը։ Հանկարծ չլինի, որ չգիտեմ ինչպես վերաբերվես դրա հետ։ Դա գրված է երկրորդ օրինաց 22-րդ գլխում, 1-3 խոսքերի։ Ուզում եք կարդամ մի փոքրիկ հատված։ Երբ տեսնես, որ եղբորդ եզը կամ ոչխարը իր ճանապարհից խոտորվել է, նրանք անտես չանես, անպատճառ դրանք քո եղբորը դարձնես։ Բայց եթե քո եղբայրդ քեզ մոտ չէ, կամ նրան չես ճանաչում, հետաքրքիր է, չէ՞, քո եղբորը չես ճանաչում։ Այսինքն Աստծո խոսքը նկատի ունի հոգևոր եղբայրակցությունը, ոչ թե ֆիզիկական։ Ինչպես կարող ես քո ֆիզիկական եղբորը չճանաչել։ Այն ժամանակ քո տունդ վերցրու այն, ու մինչև քո եղբորը նրան փնտրելը քո մոտ թող լինի։ Հետո նրան վերադարձնես։ Նրա իշուն էլ այդպես անես, զգեստին էլ այդպես անես։ Նաև եղբորդ ամեն կորցրած բանը, որ դու գտնում ես, այդպես անես։ Չլինի, որ անտես անես։ Այսինքն, երբ որ հանկարծ կգտնեք մի իր, ու դա վերադարձնելու հնարավորությունը կունենաք, ու չեք վերադարձնի, նույն գողանալու հոգեբանության մեջ է մտնում։ Իսկ յուրացնել մի բան, որը հաստատ գիտես քոնը չի ու նույնիսկ գիտես, թե որից կարող ես վերադարձնել։
Հաճախ աշխարհում այդպիսի բան կա, հոգեբանություն, որ ասում են ով գտնում է նրանն է։ Քրիստոնեական կյանքում ով գտնում է նրանը չի։ Ումը որ Աստված որոշել է, որ նրանը լինի, նա նրանն է։ Ու մենք գտնելով պարտավոր ենք գտածը վերադարձնել։ Եկեք մի ուրիշ հետարքիր բաժին ուսումնասիրենք, ինչպիսին է Աստծո վերաբերմունքը այս տեսակ մեղքին։ Մատթեոս 15-րդ գլխում Հիսուսը ուղիղ խոսեց իր աշակերտների հետ սովորեցնում էր ու մեղքերի մի ամբողջ ցուցակ ասեց։ Դա գրված է 19-րդ խոսքից 15-րդ գլխում։ Այդ ցուցակի մեջ կար գողությունը, ասես բխումը մարդու սրտից։ Եթե փորձենք մտածել, որ գողությունը առաջանում է մարդու սրտից, ինչ կմտածեք։ Որ մարդը ինչ որ բաներ իրեն ձգելու այնքան մեծ կարիք ունի, իր սրտում կարծես թե իրեն ձգելու այնքան մեծ ցանկություններ ունի, որ ինքը անդադ ձեռքը գցում է գողության։ Ուրիշ ձևով ոնց կասես գողությունը։ Այսինքն գողությունը ստացվում է, որ նյութականը սեփականացնելը եւ սրտից բխելը նշանակում է, որ մարդը ուղղակի այդ նյութականը պաշտող մարդ է։ Եթե ինքը փող է գողանում, եթե ինքը ունեցվածք է գողանում, ուրեմն ինքը փողն ու նյութականը պաշտող մարդ է, սիրող մարդ է, ու պատրաստ է դրա համար Աստծուն թողնելու, Աստծո կանոնները խախտելու։ Կռապաշտության նման մի բան է դառնում սա։ Առաջի Կորինթացիների 6-րդ գլխում 9-10 խոսքերում շատ խիստ է գրում Պողոս առաքյալը 6-րդ գլխի 9-րդ խոսքից սկսված։ Խոսքը սկսվում է սրանով չխաբվեք կամ մի խաբվեք։ Այս բաները գործողները երկնքի թակայություն չեն մտնելու։ Շատ քրիստոնյաներ մտածում են, որ իսկապես իրանք դառել են քրիստոնյա, մկրտվել են ջրով, մկրտվել են Սուրբ Հոգով, իրանք մասնակցում են եկեղեցուն, դե ինչն է պակաս։ Աշխարհն էլ կվայելեն ու կգնան երկինք։ Պողոս առաքյալը ասում է չխաբվեք։ Այսպիսի բաներ գործողները երկնքի թակայություն չեն մտնելու։ Երկնքի թակայությունը չեն ժառանգելու։ Իսկապես ինքներդ ձեզ չխաբեք։ Կգա այն օրը, որ մենք այս մարմինները դեն կգցենք։ Նայեք այս մարմնին, հողից ասարկված մի օր հող է դառնալու։ Ու մենք կկանգնենք իրականության առաջ։ Գիտակցորեն կկանգնենք իրականության առաջ։ Այն ժամանակ պարզ կտեսնենք, թե մենք ինչ ենք ընտրել։ Որ այսօր դու ասես, որ դու ընտրում ես անպայման Աստծուն, բայց անկեղծ եղիր Աստծո առջև։ Իսկապես ընտրում ես նյութական աշխարհը թե Աստծուն։ Եթե նյութական աշխարհը, դու այդ նյութական աշխարհի հետ կգնաս երկրին դերքը, որովհետև երբեք ոչ մի նյութական բան մենք այս աշխարհից չեն կարողանալու տանենք մեր հետ երկինք։ Ինչպես եկել ենք դատարկ ձեռքերով, այդպես դատարկ ձեռքերով գնալու ենք։ Միակ բանը, որ կարող ենք տանել, դրանք մեր գործերն են, կամ դրական կամ բացասական։ Նյութական ոչինչ չի գնալու մեր հետ։ Ու այստեղ շատ խիստ է ասում, այսինքն Աստված է սկզբունքի մեջ անզիջումը։ Եթե կա քո կյանքում գողության բաժին, ոչնչացրու քո կյանքից ու քեզ չխաբես, որովհետև այդպես երկնքի թակայություն չես մտնելու։ Երեմիա մարգարեության մեջ Աստված խոսում էր իր ժողովրդի հետ։ 7-րդ գլխի 9-10 խոսքերը։ Ավելի շատ տպավորությունը այնպեսին է այստեղ, որ Երեմիա մարգարեության մեջ Աստված խոսում էր Երեմիայի հետ, ոչ թե խոսում էր ժողովրդի հետ։ Ու այսպեսի հետարքիր խոսք ասեց։ Ասես գողություն անելով այդ մարդիկ պիտի կարողանան գանի մարչև կանգնեն։ Այսպեսի հարց է տալիս։ Այնտեղ էլի մեղքեր է ասում, բայց այս գողության վրա եմ կանգ առնում, որովհետև այսօր մեր խոսքը դրա մասին է։ Ասում է գողություն անելով պիտի կարողանան գան իմ արչև կանգնեն։ Այսինքն այդպիսի բան չի լինելու, ոչ մարդ չի կարող Աստծուն մոտենալ, եթե իր մեջ կա գողության հոգեբանություն, եթե իր մեջ կա այս աշխարհում նյութականը պաշտելու հոգեբանություն, եթե շատ ավելին մանրացնեն, այնց չի որ դու կարող ես տալ քո կողքինին ու չես տալիս յուրացնում ես, սեփականացնում ես, սա հենց ինքը գողությունն է։ Ու մի քիչ խոր եղեք ձեր սրտում այս հարցում։ Երբ որ դուք սեղան նստած կլինեք, ամենալավ կտորը ձեզ մի վերցրեք, տվեք ձեր կողքինին։ Գիտեք ինչի համար եմ ասում։ Երբ որ դու նայում ու ընտրում ես ու ամենալավն ես վերցնում, գուցե նույն հոգեբանությունն է, որ դու ուրիշին զրկում ես մի բանից քեզ համար։ Խոսքը ասում է ամեն ինչ կողքինի համար, ամեն լավ բաները շրջապատի ուրիշների համար։ Ոչ մի չփնտրես քո համար, ամեն ինչ փնտրիր իրենց համար։ Սա Աստծո սկզբունքն է դրված մարդկության մեջ, իր եկեղեցու մեջ։ Աստծո սկզբունքն է դրված իր ժողովրդի մեջ, որը կատարյալ պիտի գործի։ Ուզում ես մտնել դրա մեջ, ուրեմն իսկապես նվիրվիր Աստծո խոսքերը կատարյալ կատարելուն։ Ու թող այդ գողի հոգեբանությունը ընդհանրապես հեռանա ամեն քրիստոնյայի սրտից։ Մի քույր էր պատմում, հեսա տարիներ առաջ եմ հանդիպել, ասում եմ Սուրբ Հոգին ինչ խորության կարա հասցնի, ինչ նվիրվածության կարա հասցնի մարդուն։ Ուղղակի նստած էին մեկի տանը հյուր, ասում եմ բերեց սեղան դրեց, սեղանից իրավունք ունեինք օգտվել, որովհետև մեր հյուրասիրել էր։ Ասում եմ մեկ էլ մտածեցի, ասում եմ ամաչում էի վերցնելու ինչ որ մի շատ սիրած մի բան։ Ասում եմ մեկ էլ մտածեցի մի հատ չնայեր էսի վերցնեի։ Անմիջապես Սուրբ Հոգին ասաց՝ դա գողություն չի արդյոք քո սրտում։ Ինչու չնայեր նոր վերցնեիր, ազատ եղիր այդ ամոթից։ Ու իսկապես վերցրու։ Բայց նաև մի եղիր այդ գողի հոգեբանությունը, որ չնայեր նոր վերցնեի, ազատ եղիր իսկապես։ Ոչ մի բանի պատճառով չլինի, որ դու մեղ գործածես հարցում։
Գիտեք, քրիստոնեական կյանքը չի սահմանափակվում սրանով, որ մարդը ուղղակի մեղք չի գործում, որ մարդը ուղղակի գողություն չի անում։ Քրիստոնեական կյանքը ավելին է տանում։ Ասում ոչ թե ուրիշներից վերցու, այլ դու տուր ուրիշներին։ Կարդացել եք այդպիսի խոսքեր։ Ես հավատում եմ, որ աշխատանք տվողը նույնիսկ Աստված է։ Եթե դու իսկապես աղոթում ես Աստծուն դրա համար ու քո սրտի շարժառիթները ճիշտ են, Աստված քեզ աշխատանքով էլ կապահովի։ Ու աշխատանքդ էլ կօրհնի։ Եք շարունակենք։ Գաղատացիների թղթում 6-րդ գլխում շատ կոնկրետ ասում է բարիք գործելուց չձանձրանաք։ Տեսեք, ես այն հոգեբանությունը, որ մարդը կարող է փոկի աշխարհից նյութական անընդհատ վերցնի, չէ՞ սրանից նոր կտակարան անցնում է մի ուրիշ բանի։ Ասում է դու անընդհատ բարիք գործիր մարդկանց։ Անընդհատ տուր մարդկանց, օրհնիր նրանց։ Հիմա կմտածեք, բա որ քեզ շահագործում են։ Լավ, մի քիչ էլ շահագործվես, քան թե Աստծո կանոններին հակառակ գնաս։ Չէ՞ որ դու քրիստոնյա ես։ Մի տակշկիչ բան ասեմ։ Գիտես, երբ որ դու տալիս ես մեկին ինչ որ գումար օրհնություն ես տալիս փոխանցում, քո լեզուն կարծես երկար է լինում այդ մարդու կյանքում։ Որպես ճիշտ քրիստոնյա դու օգտագործիր սա։ Ոչ թե այդ մարդուն անարգելու համար, այլ որպես ճիշտ քրիստոնյա օգտագործիր Աստծուն փոխանցելու համար։ Տեղեր կլինեն, որ դու դժվար կլինի, չես կարողանա մտնես, որ մարդկանց Աստծո խոսք ասես։ Մի փոքրիկ նվեր եմ, մի փոքրիկ նյութականը ինչի կարիքը որ այդ մարդը ունի։ Տալիս ես, տեսնես ոնց է բացվում, որ դու կարողանաս խոսես իր կյանքում։ Ու Աստծո խոսք փոխանցես իրեն։ Փորձիր, կտեսնես դրա ազդեցությունը։ Այս աշխարհը նյութապաշտ է ու շատ հեշտ ընդունում է։ Միտեղ էլ կարող է մտածի, որ քեզ շահագործում է։ Միտեղ էլ դու մտիր այդ շահագործման տակ, գիտես ինչի համար, որ կարողանաս այդ մարդու փրկություն միջոցը լինես, որ կարողանաս այդ մարդուն մոտեցնես Աստծուն։ Դժվար բան եմ ասում, ամեն դեպքում մտածիր ու աղոթիր սրա համար։ Տիտոսի թուղթը շատ հետաքրքիր մի թուղթ է։ Կարծես թե յուրահատուկ Պողոս առաքյալը կենտրոնացած լինի բարեգործությունների վրա։ Ընդհանրապես քրիստոնեության մեջ այսպիսի գաղափար կա, որ Պողոս առաքյալը քիչ է խոսում բարեգործություններից, բայց դա իրականության չի համապատասխանում։ Շատ են մտածում, որ դրա մասին շատ է խոսում Հակոբոսը, բայց քիչ է խոսում Պողոսը։ Բայց Տիտոսի թղթում 5-6 անգամ Պողոս առաքյալը խոսում է բարեգործության մասին։ Ես դրանցից ընդամենը 2 խոսք եմ վերցրել։ Երկրորդ գլխի 14-րդ խոսքը գրված այսպես. Հիսուսի մասին է գրված, որ իր անձը մեզ համար տվեց, որպեսզի մեզ ամեն անօրենություններից ազատի ու մաքրի, իրեն սեփական ժողովուրդ անի, բարի գործերի նախանձավոր։ Եթե դու քեզ համարում ես Հիսուսի սեփականությունը, դու պիտի դառնաս բարի գործերի նախանձավոր, բարի գործ անելու ձգտում ունեցող, ոչ թե մարդկանցից բարի գործ անելու պահանջող, ոչ թե պահանջես, որ մարդիկ քեզ բարի գործ անեն, բայց դու նախանձավոր լինես, որ մարդկանց մի բանով բարի գործ անես, մի բանով օգուտ տաս։ Ասում է սեփական ժողովուրդ բարի գործերի նախանձավոր։ Հեչ քո սրտում չի եղել այդ ցանկությունը, ուրախությունը, որ դու ուրախությունով մեկին մի հատ բարիք անես։ Մի բան տաս, ինչի կարիքը որ ինքը ունի։ Այսինքն Աստծո սեփական ժողովուրդը պիտի դառնան այդպեսին։ Եվ 3-րդ գլխի 14-րդ խոսքը։ Ասում եմ մերոնք էլ թող սովորեն բարի գործեր գործել։ Ես մասում կարծես հայկական ոճով խոսի Պողոս առաքյալը։ Ասում եմ մերոնք էլ թող սովորեն բարի գործեր անելու վրա լինել հարկավոր պարագաների մեջ, որպեսզի անպտուղ չլինեն։ Քրիստոնյայի ամբողջ կյանքը այս երկրի վրա կարող լինի լրիվ անպտուղ, եթե ինքը բարի գործերի մեջ մասնակից չի։ Գիտեք, երբ որ մարդը նոր է գալիս եկեղեցի, ինքը կարիքավոր է լինում, դժվար է լինում, իրեն հասկանում եմ օգնելը, բայց երբ որ մի քանի տարի է անցնում, ու մարդը շարունակում է նույն վիճակի մեջ մնալ, գուցե մարդու սրտում իսկապես չի առաջացել, որ ինքը ամենակարող Աստծո սեփականությունն է դարձել։ Գուցե Աստված իրենը չի, այլ մի ուրիշինն է, որ նրան օրհնում է, նրանից ուզում է ինքը վերցնել, բայց իրեն չի օրհնում, որ ինքը տա ուրիշների։ Մի բան մտածիր սրա մասին, որպեսզի քո կյանքը անպտուղ չլինի։ Ասում եմ մերոնք էլ թող սովորեն բարի գործեր անել, որպեսզի կյանքը անպտուղ չլինի։ Ինչպես մտածում քո կյանքը ինչքանով է պտղաբեր։ Ինչպես մտածում ինչքանով դու Աստծո սեփականությունն ես։ Ինչքանով տեսար, որ քո մեջ ժամանակ առ ժամանակ գործել է գողության հոգեբանությունը։ Ինչքան տեղերում դու կարող էիր Աստծո տվածը փոխանցել մարդկանց ու չես փոխանցել։ Ինչքան տեղերում դու պարտք ես Աստծուն քո նվիրատվություններով, քո զոհաբերություններով, քո տասանորդով, որքան քո կյանքում անցել ես այն մարդկանց կողքով, ով որ կարիք ունի ողորմության, ձեռքդ գրպանը չես տարել։ Այն բաժինը, որ Աստված քեզ տվել է, դու լավ գիտես, թե ինչպես պիտի բաշխես։ Եթե գիտես դու ճիշտ ես Աստծո առջև ու միշտ նրանից օրհնված կլինես։ Սա էլ ասեմ, որ եթե դու իսկապես աճում ես նրա մեջ, որ Աստծո տված օրհնությունը ճիշտ ես բաշխում կյանքում, այդ օրհնությունը գնալով շատանում է, որպեսզի քո բաշխածն էլ շատ լինի։ Ինչքանով տեսար։ Սիրտդ անկեղծ բացր է Հիսուսի առջև։ Ասա Տեր, այսքան բան տեսա, որ այսքան ժամանակ այսքան հարցերում սխալ եմ եղել։ Ու խոստովանվիր, ու նաև որոշում ընդունիր, ասա սրանից հետո ուզում եմ այսպես լինել,
Ու քո սրտի եղածով նկարագրիր Աստծուն, թե ինչպիսին ես ուզում դառնալ։ Չես ուզում խոսել Հիսուսի հետ ու ասել քո թերությունների մասին, խոստովանվել դրանք Հիսուսին, ուղղվել ու սրանից հետո ապրել ճիշտ, չէ՞ որ դու Հիսուսի սեփականությունն ես։ Եթե ուզում ես, ոտքի կանգնիր։